երրորդ հանրապետությունը կոնֆլիկտի տրամաբանության մեջ է ստեղծվել։ Սա էլ է կեղծ օրակարգ, սա թուրքական, ադրբեջանական օրակարգ է։ Հիմա Փաշինյանն առաջարկում է, ասում է, դադարելու ենք մենք մեր քաղաքացիներին պաշտպանել, 4-րդ հանրապետություն ստեղծենք ու սկսենք ենթարկվել Թուրքիային ու Ադրբեջանին։ Ինքը ցանկանում է իրական Հայաստանը ասոցացնել այդ խորհրդային Հայաստանի հետ։ Ինքը դրանով է սահմաններ գծում, որտեղ որ Արցախի հարց չկա, անկախության հարց չկա, հիմա քաղաքական ուժերի մեծամասնությունը նույնիսկ վախենում է Արցախ անունը տալուց։ Իրենք այս մեծ համակարգով ընդհանուր կոնսենսուս ունեն, որ Արցախի հարցը այլևս փակված է, պետք է այսօրվա այս իրենց ասած իրական Հայաստանի շուրջ քննարկումներ ծավալել, որը որ ոչ այլ ինչ է, քան խորհրդային Հայաստան։ Ողջույն բարեկամներ, ես Դավիթ Ղազարյանն եմ, Մարտական եղբայրության քաղաքական թևի ներկայացուցիչ Մասիս Շիրոյանի հետ հերթական անգամ կքննարկենք այս շաբաթ տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները։ Բարև ձեզ։ Ես նախ կցանկանամ մեծ դիտողներին, լսողներին տեղեկացնել, որ նախորդ շաբաթ տեղի ունեցավ Մարտական եղբայրության միաբանության 4-րդ համաժողովը, որի ընթացքում եղան քաղաքական ելույթներ, հայտարարություններ, գնահատականներ տրվեցին քաղաքական իրավիճակին, նաև առաջարկություններով Մարտական եղբայրության միաբանությունը հանդես եկավ, թե ինչ է պատրաստվում անել, այսինքն ինչի է առհասարակ ինքը գործունեություն ծավալում, ինչ նպատակներ ունի, եւ հայտարարվեց, որ ստեղծվելու է արդեն կուսակցություն։ Կուսակցությունը լինելու է որպես միաբանության համար գործիք, որի միջոցով կկարողանանք մասնակցել քաղաքական process-ներին, որովհետեւ այսօրվա սահմանադրությունը թույլ չի տալիս առանց կուսակցության մասնակցել քաղաքական process-ներին, այլապես դրա կարիքը չէր լինի, այս միաբանության ֆորմատով հանդես կգայինք։ Եվ բոլոր նրանք, ովքեր որ կցանկանան մասը կազմել մեր քաղաքական ուժի, մեր քաղաքական թիմի, կարող են գրել, զանգահարել, այցելել մեր գրասենյակ, առաջարկել իրենց օգնությունն կամ մասնակցությունն իրենց հնարավորության չափով մասը կազմել այս մեր քաղաքական թիմի ու քաղաքական process-ների։ Ելույթների մասով, եթե կցանկանաք ծանոթանալ, կարող եք անցնել հղումով, մեկնաբանությունները դաշտում կտեղադրվի, նաև Մարտական եղբայրության միաբանության YouTube-յան, Facebook-յան եւ Telegram-յան էջերում տեղադրված են, կարող եք անցնել, նայել, հարց ու պատասխաններ են եղել, որը որ բավականին ակտիվ է եղել, ու լիքը հարցեր, որոնցից նաև շատերը կարող է եւ ձեր հարցերն են, ներկաները տվել են, պատասխաններ են հնչել, իսկ ավելի մանրամասն ծանոթանալու համար նաև ձեզ ուզող հարցերին պատասխանները ստանալու համար կարող եք այցելել անձամբ շփվել, ծանոթանալ թե ովքեր են Մարտական եղբայրության անդամները ու ինչ են ուզում արածի լինել։ Հիմա արդեն անդրադառնանք հարցերին։ Անցյալ շաբաթ Միքայել arczepiskopos Աչապահյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։ Ինչպիսին է Մարտական եղբայրության քաղաքական գնահատականը այս դատապրոցեսին։ Համաժողովի ընթացքում նաև Աչապահյանի մասով եղավ հայտարարություն, ու մենք նույնպես մեր Facebook-յան, YouTube-յան եւ Telegram-յան ակտիվով տվել ենք մեր գնահատականը, դա ակնհայտ մեզ համար ակնհայտ քաղաքական հետապնդում էր, այսինքն այս պայդրությամբ կարող ենք հայտարարել, որ Միքայել Աչապահյանը, Սրբազանը ինքը քաղհալածյալ է, քաղբանտարկյալ է։ Ու սա ծնելու է ավելի վատ հետևանքներ, եթե մարդիկ կան, ովքեր որ սրան այլ աստար են տալիս, իսկ մենք գիտենք, որ նման քաղաքական ուժեր կան, ովքեր որ ոգևորված են այս ամեն ինչից, լավ են զգում, որ նման իրավիճակ կա, ես այդ մարդկանց կասեմ, որ այս իրավիճակը նաև ձեր դերն է թակելու։ Փաշինյանը իր քաղաքական թիմի անդամներին է հալածում, ուր մնաց, որ այլ քաղաքական ուժերի հետևից չկա, հարկ եղած դեպքում, երբ որ պետք լինի քաղաքական դիվիդենդներ շահել։ Մենք կամաց-կամաց թևակողում ենք դիկտատորական փուլ, երբ որ այլակարգությունը դատապարտվում է ու շատ կոշտ մեթոդներով դատապարտվում, ոչ թե քաղաքական խոսք է դրան հաջորդում, այսինքն Փաշինյանը ոչ թե քաղաքական առումով է նրան հակադարձել, այլ ուղղակի վերևից ներքև այդպես հրաման է տրվել դատարաններին, որ մարդուն փակի տակ պահեն։ Ի տարբերություն ներքին քաղաքականության, Փաշինյանի քաղաքականությունը արտաքին միջավայրում ավելի փափուկ է եւ այս առումով եւս մեկ անգամ խոսելով ստեղծվելիք 4-րդ հանրապետության մասին, նա տարբերություններ է նշեց այս հանրապետությունների, ասելով, որ 3-րդ հանրապետությունը ստեղծվել է կոնֆլիկտի տրամաբանությամբ, իսկ 4-րդ հանրապետությունը ստեղծվելու է խաղաղության տրամաբանությամբ։ Որն է իրականում 3-րդ հանրապետության ստեղծման պատճառը, ինչ նպատակի է այն ծառայել իրականում։ Նախ սկսենք նրանից, որ ինքը абսուրդային խոսակցություն է, 4-րդ հանրապետությունը ասված է, նամանավանդ երբ որ նույն մարդը, ով 3-րդ հանրապետության վարչապետն է, ու իրեն այդպես է համարում, ինքն է փորձում
պետության տրամաբանություն փոխել, այսինքն հեղափոխություն տեղի չունեցել։ Ինքն իր նկատմամբ կարծես թե հեղափոխություն է իրականացնում, փորձում է դա փոխել։ Առաջի հերթին, որ սա քաղաքական ոչ մի տրամաբանության մեջ չի մտնում։ Երկրորդը, որ ինքը երբ որ մեղադրում է, ասում է երրորդ հանրապետությունը կոնֆլիկտի տրամաբանության մեջ է ստեղծվել, սա էլ է կեղծ օրակարգ, սա թուրքական, ադրբեջանական օրակարգ է, որովհետև երրորդ հանրապետությունը կոնֆլիկտի մեջ է մտել Ադրբեջանի ագրեսիայի պատասխան, այսինքն Ադրբեջանն է մեր նկատմամբ ագրեսիա իրականացրել, իսկ երրորդ հանրապետությունը ստեղծվել է նրա արդյունքում, որ կարողացել ենք մենք համախմբվել ու պաշտպանել մեր քաղաքացիներին, իսկ դա ցանկացած պետության նորմալ գործառույթն է, այսինքն պետությունը ստեղծված է նրա համար, որպեսզի կարողանա սեփական քաղաքացիներին պաշտպանել։ Հիմա Փաշինյանն առաջարկում է, ասում է, դադարելու ենք մենք մեր քաղաքացիներին պաշտպանել, 4-րդ հանրապետություն ստեղծենք ու սկսենք ենթարկվել Թուրքիային ու Ադրբեջանին։ Տրամաբանությունը էս է։ Ու իմիջիալ սրա մեջ տեղավորում է նաև Մայր Հայաստան խմբակցությունը։ Ես մի քանի անգամ արդեն նշել եմ, որ մեծ բանավեճ հաղորդաշար կա հանրայինում, այդ մեծ բանավեճ հաղորդաշարում Մայր Հայաստանի ներկայացուցիչներից Բորիս Մուրազին եւ Մանուկ Սուքիասյան իրենք էլ են ասում, որ այո, երրորդ հանրապետությունը կործանվել է, դադարել է գոյություն ունենալ, պետք է 4-րդ հանրապետություն ուղղակի իրենց տրամաբանության մեջ։ Այսինքն հիմնական խոսույթը նույնն է, ուղղակի դետալների տարբերություն կա։ Ու նախ ասենք, որ 3-րդ հանրապետությունն էլ է ասելն է մեր կողմից, դա մենք շատ անգամներ ենք ասել, որ սխալ է, որովհետև ինքը իրական երկրորդ հանրապետություն է, որովհետև սովետական միությունը դա մենք չենք համարում, որ դա հանրապետություն է եղել, այլ ուղղակի կարմիր բանակը վերցրել է Հայաստանի հանրապետությունը։ Հիմա Փաշինյանը ինչ է ցանկանում անել։ Երկրորդ հանրապետություն ասված է, որ կա սովետական Հայաստանը, ինքը ցանկանում է իրական Հայաստանը ասոցացնել այդ խորհրդային Հայաստանի հետ։ Ինքը դրանով է սահմաններ գծում, որտեղ որ Արցախի հարց չկա, անկախության հարց չկա, այս տրամաբանության մեջ ամեն ինչ կառուցում։ Մարտական եղբայրության միաբանությունը հենց սա է ասում, որ նախ պետք չի անկախության հռչակագրից հրաժարվել, որովհետև հայ ժողովուրդը այդ անկախության հռչակագրի պահանջատերն է եղել։ Դա հայ ժողովրդից է ծնվել, երբ որ մեծ համազգային շարժում է եղել, պահանջն է եղել Արցախի ու Հայաստանի վերամիավորման, հաստատվել է, այսինքն խորհրդային միության այն ժամանակ ու հետագայում նաև բոլոր միջազգային օրենքներով միացել են Արցախն ու Հայաստանը, հիմա իրենք փորձում են սրանից դուրս գալ, բայց հայ ժողովուրդը երկրորդ շարժումը չի արել, չէ՞ որ հրաժարվի Արցախից։ Հիմա քաղաքական ուժերի մեծամասնությունը նույնիսկ վախենում է Արցախ անունը տալուց։ Իրենք այս մեծ համակարգով ընդհանուր կոնսենսուս ունեն, որ Արցախի հարցը այլևս փակված է, պետք է այսօրվա այս իրենց ասած իրական Հայաստանի շուրջ քննարկումներ ծավալել, որը որ ոչ այլ ինչ է, քան խորհրդային Հայաստանը, այս խորհրդային Հայաստանի տրամաբանության մեջ են իրենք գործում։ Ու մեծ ցանց է ստեղծված տարբեր դերակատարություններով, այսինքն իրենք առավոտից իրիկու միմյանց հայհոյում են, բայց ընդհանուր մեծ տրամաբանության մեջ են, այսինքն իրենց օրակարգն ունեն, ու որի հիմնական ճարտարապետը իմիջիալս Փաշինյանն է։ Դրա մասն էլ համաժողովում մենք ասել ենք, ներկայացրել ենք, թե ինչպես են իրենք սպասարկում Փաշինյանի օրակարգը, Փաշինյանի ընդդիմանալով իբր թե։ Այսինքն մարտ կա նոյեմբերի 9-ն է պաշտպանում ընդդիմանալով Փաշինյանին, չմտածելով կամ փորձելով ժողովրդին մոլորեցնել, որ այդ նոյեմբերի 9-ն հենց Փաշինյանն է ստորագրել։ Կարծես թե 4-րդ հանրապետություն ասվածը նախապատրաստությունն է սահմանադրական բարեփոխումներին, որին պատրաստվում է Փաշինյանը, որովհետև օրեր առաջ Բայրամովը հերթական անգամ շեշտել էր, որ Հայաստանի Հանրապետության հետ խաղաղության պայմանագրի կնքման համար անհրաժեշտ է սահմանադրության փոփոխությունը։ Ո՞րն է ձեր կարծիքը։ Առհասարակ այդ խաղաղության պայմանագիրը մենք դեռ 21 թվականից ասում ենք, որ դա չի լինելու։ Դա կեղծ օրակարգ է, այսինքն Ադրբեջան անընդհատ ամենօրյա ռեժիմով պահանջներ ավելացնելու։ Ինքը ընդհանուր ստրատեգիկ առումով իր պահանջները ներկայացրել է, այստեղ դրա մասին ասում են, որ դա Ալիևն անում է իր ներքին լսարանի համար, սակայն ներքին լսարանի համար չի անում, այլապես չեր ստեղծի դրան համապատասխան ինստիտուտներ։ Ադրբեջանում բազմաթիվ ինստիտուտներ են ստեղծվել այդ պահանջներին հասնելու համար։ Հիմա հերթ հասել է, որ մենք սահմանադրություն պետք է փոխենք Ալիևի պահանջով, Ալիևի ու Էրդողանի։ Հիմա 4 հանրապետությունն էլ պետք է լինի այդ տրամաբանության մեջ։ Մենք ասում ենք սրան պետք է դեմ դուրս գալ։ Հայաստանում այսօր կա մեկ օրակարգ իրական քաղաքական։ Կամ իրենք կողմ են սահմանադրության փոփոխություններն 4 հանրապետությանը, բոլորով միասին իմիջիալոց հիմա դրա մասն են խոսում,
ու կանք մենք ու մեր նման շատ քիչ ուժեր, ովքեր որ սրան դեմ են։ Հենց այս 4 հանրապետության տրամաբանությունը, սահմանադրության փոփոխությունը, բազմաթիվ քաղաքական գործիչներ կան, որ առավոտից իրիկու ասում են Հայաստանի հիմնական խնդիրը սահմանադրությունն է, պետք է սահմանադրությունը փոխվի, ամեն ինչ տեղը կգնի։ Բայց այնպես չէ, որ սահմանադրական փոփոխությունների ժամանակ պետք է դրվեն իրենց սահմանադրության տարբերակները եւս։ Դրվելու է, այո կամ ոչ։ Իրենք վերջում բարու են ոչի կողքը կանգնեն, բայց քանի որ 1 տարի շարունակ խոսելու են սահմանադրության փոփոխության կարիքի մասին, հանրության մոտ առաջանալու է տպավորություն, սա գործիքակազմ է, տեխնոլոգիաներ են, հանրության մոտ առաջանալու է տպավորություն, որ սահմանադրությունը որ փոխենք լավ կլինի ու գնալու են այո քվեարկեն։ Իրենք հիմա սա թաքնված կերպով Փաշինյանի օրակարգն են սպասարկում։ Կան նաև 4 հանրապետության կողմնակիցներ, ովքեր բացահայտ կերպով ասում են, որ այո 4 հանրապետություն է պետք։ Դա Քոչարյանի թիմն է անում։ Քոչարյանի ասոցիացվող մարդիկ են, Մայր Հայաստան խմբակցությունը կարող է իրենք ցույց տան, որ իբր թե կապ չունեն, բայց մենք տեսնում ենք, որ նույն մարդիկ են, նույն դեմքերն են։ Նախագահ Քոչարյանը օրերս իր ասուլիսի ընթացքում ասել էր, որ խաղաղության օրակարգը պետք է լինի ոչ թե ԿՊ-ի մենաշնորհ, այլ ընդհակառակը, ընդդիմության մենաշնորհը։ Կարծես թե ընդդիմությունը եւս ցանկանում է որդեգրել ամեն գնով խաղաղության հասնելու սկզբունքը։ Իրենք փորձում են Փաշինյանից ավելի Փաշինյան լինել։ Սա Քոչարյանը փորձում է Փաշինյանի մեթոդներով Փաշինյանից մրցակցել։ Սա եւս խոսում է նրա մասին, որ այս մարդը ոչ միայն խաղում է Փաշինյանի դաշտում ու Փաշինյանի գծած սցենարով, այլ նաև սեփական օրակարգ էլ չունի։ Այնպես չի, որ մենք բոլորս պատերազմ ենք ուզում։ Մենք էլ ենք խաղաղություն ուզում։ Բայց պատերազմը սկսողը մենք չենք։ Երբ որ սկսում են խաղաղությունից խոսել, իրենք խաղաղությունը երաշխավորում։ Ինձ մոտ հարց առաջանում։ Այս մարդիկ Ալիևի փոխարեն երաշխիքներ են տալի հայ ժողովրդին։ Ինչպես է ստացվում։ Իրենք ուղիղ խոսում են առանձին Ալիևի հետ, պայմանավորվում են, որ Ալիևը կռիվ չի անի, հա։ Ամեն անգամ նման խոսակցություններ ունենալու ժամանակ տպավորություն է ստեղծում ու իրենք Ալիևին են ալիբի տալի, որպեսզի Հայաստանի մեղադրի, որովհետև իբր թե Հայաստանն է կոնֆլիկտ սկսել, Հայաստանն է պատերազմ հրահրում։ Բայց մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս ու ամբողջ աշխարհի հայրով գիտենք, չէ՞ որ մեր դեմ է կռիվը եղել։ Ադրբեջանն է հարձակվել 90-ականներին էլ, 2016-ին էլ, 2020-ին էլ, 23-ին էլ։ Այդ ո՞նց է ստացվում, որ մենք հարձակվում ենք, մենք կոնֆլիկտ ենք ստեղծում, բայց Արցախը հայաթափվում է։ Դա մենք հարձակվեցինք, որ Արցախը հայաթափվեց։ Մենք ենք ագրեսորը, մենք ենք խնդիր ստեղծում տարածաշրջանում։ Ու մյուս կողմից էլ եթե մենք այդքան վախենալու հզոր ենք, ինչ են մեզ առավոտից իրիկու փորձում համոզել, որ մենք այդքան թույլ ենք ու անկարող։ Ու պետք է համաձայնվենք։ Հա, եթե այդպես է, Ալիևն էլ առավոտից իրիկու ասում է Հայաստանը խնդիր է ներկայացնում տարածաշրջանի համար։ Այսինքն Ալիևը մեր մեջ ուժ է տեսնում, մեր իշխանությունները հակառակն են փորձում ապացուցել մեր հանրությանը։ Նախագահ Քոչարյանը նաև շեշտել է, որ իրենց դաշինքը եւ նոր ստեղծվող մեր ձևով շարժումը միասին ավելի շատ ձայն կվակեն, քան ԿՊ-ն ընտրությունների ժամանակ։ Այս երկու կուսակցությունները ըստ էության հավակնում են միևնույն ընտրազանգվածին։ Ինչով է պայմանավորված մի կուսակցության կողմից մյուսի գովքը։ Սա նշան է այն բանի, որ նրանք միևնույն կենտրոնից են սնվում, թե պայմանավորվածություն ունեն, ինչ կարծիք եք։ Մենք օրինակ այդ մեր ձևով շարժմանը անդրադարձնենք հետեւյալ կերպ։ Ցանկանում են զավոդներ սարքել, գրել կարդալ գիտեն, ինչպես իրենք են հայտարարում։ Երբ որ մեր նման ուժեր կան իշխանության, իրենց հնարավորություն կտրվի այդ զավոդները սարքելու։ Տեսնենք ոնց են սարքում այդ զավոդները։ Ու կարծես թե այդ զավոդները սարքելը չեն հիշատակում, թե որ պետության կազմում են եղել, երբ որ զավոդները սարքվել են։ Ու ինձ մոտ տպավորություն է, որ մեսիջ կա, որ մտնենք այդ նույն պետության կազմ, որ կարողանանք զավոդներ սարքել։ Հիմա ավելի լավ զավոդներ կսարքենք, որովհետև գրել կարդալ գիտենք։ Իրենք շատ վտանգավոր խաղ են խաղում, իսկ Քոչարյանը նույնպես։ Մենք հիշում ենք, որ միութենական պետության կողմեր ինքը նոյեմբերի 9-ի տրամաբանության մեջ է գործում, այսինքն ինքը հստակ առաջարկներ ունի այդ մասով ու տեսնում է, որ հա դաշտում կարող է դաշնակից լինել։ Միգուցե նաև հանրային կերպով առաջարկություն անում, որ միասին մասնակցեն ընտրություններին, որովհետև ոնց հասկանում եք, դաշնակցությունը չի ուզում Քոչարյանի այդ ընտրությունների գնալ։ Համենայնպես տպավորությունը այդպեսին է։
իրենք այդպիսի տպավորություն են ստեղծել ընդհանուր դաշտում, որ բաժանվում են, այդ Հայաստան դաշինքը լուծարվում է, հաջորդ ընտրություններին Քոչարյանը առանձին է հանդես գալու, միգուցե Քոչարյանին թիմ է պետք, որը ունի մեր ձևով։ Դրա համար առաջարկություն է անում, ասում է կարող ենք միասին գնալ։ Վարչապետ Փաշինյանը այս շաբաթ շատ վատ էր զգացել, որ Չորաթան գյուղի երեխաները նկարել էին Արարատ լեռը եւ Ծիծեռնակաբերդը։ Նա ասում է, որ մենք մեր երեխաներին դնում ենք իդեալի հետևից մրցավազքի մեջ եւ նրանք մոռանում են իրական աշխարհը։ Նրանք կարող էին ավելի լավ նկարել Բերդի շուրջ եղած սարերը։ Նախ երևի այդ սարերը նկարելը շատ դժվար է, ինքը երևի թե սկզբում փորձի տեսնենք ստացվում է թե ոչ։ Մասիսն ու Ծիծեռնակաբերդը նկարելը երեխաներին իրոք հեռացնում է իրենց շրջակա միջավայրից։ Հակառակը մոտեցնում է։ Մենք սրա մասին ենք բազմաթիվ անգամներ խոսել, որ ցանկացած ազգ ունի իր երազանք։ Հայերն ունեն իրենց որպես ազգ իրենց երազանքներն ունեն։ Ցանկացած հայ մարդ իրեն ասոցացնում է Արարատի հետ Մասիսի հետ ասոցացնում։ Ցանկացած հայ մարդ ցեղասպանությունը իր վիշտն է համարում։ Սրանք էմոցիոնալ բաներ են, հոգևոր բաներ են, որից Փաշինյանը նյարդայնանում է, որովհետև փորձում է ամեն կերպ ինքնությունից կտրել, իսկ մենք դրա մասին դասախոսություններ ենք ունեցել Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ, ինքնության ազգի մասին դասախոսություններ ունեցել, հրապարակել են, հետո մեր YouTube-ը երբ որ չնջեցին, գրող եղավ այդ նյութերը կորել են, փորձելու ենք գտնենք կամ եթե չգտնենք նոր դասախոսությունների շարք են կազմակերպելու ու բացատրենք, որ ինքնության դեմ կռիվ տալը անիմաստ է։ Ազգային ինքնությունը դա անբացատրելի երևույթ է։ Եթե դա այդքան հեշտ լիներ, հին Հռոմը փորձել է ժամանակին այդ ինքնության հարցը լուծել, այսինքն գլոբալ մեծ աշխարհ ստեղծել, չի ստացվում։ Ազգերը միշտ իրենց ենթագիտակցության մեջ ունենում են այդ ինքնության պահը։ Ու Արարատը դա ամենահին սիմվոլն է հայկական։ Ամենահին, այսինքն այդ սարը ինչքան կա, մենք էլ կանք, մենք ասոցացնում ենք, որ մեր գոյությունը ուղիղ դրա հետ է կապված։ Այսինքն հոգևոր ինչ-որ կապ կա։ Ցանկացած հայ մարդ հոգեպես իրեն ասոցացնում է նաև Արարատի հետ։ Ու հա, երբ որ մարդը ցանկանում է թուրքական օրակարգ առաջնալ, փորձում է պայքարել հայկական ինքնության դեմ, իրեն դա նյարդայնացնելու է, բայց մեկը անիմաստ է։ Ինքը միշտ նյարդային է լինելու, որովհետև հայերը շարունակելու են ու այս պահին նույնիսկ ի զարմանս նաև ինձ լիքը մարդիկ, ովքեր որ չեն եղել իրենք ազգային գաղափարի կրող, չեն եղել այդ տրամաբանության մեջ, իրենք նույնպես հետ են գալիս, արդեն ազգային են դառնում։ Հայկական ազգայնականությունը այս պահին հենց Փաշինյանի արած գործողությունների արդյունքում զարթոնք է ապրում։ Ու դա ամենօրյա ռեժիմով է նկատվում։ Մարդկանց մոտ արդեն այդ ազգայինին, երբ որ կպնում են, այլ process-ներ են առաջանում, այլ զգացումներ են առաջանում։ Անցյալ շաբաթ անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Պաշտպանության նախարարության մոտ, նրանցից շատերը բռնության ենթարկվեցին օրվա վերջում, իսկ օրվա ողջ ընթացքում նրանց արհամարում էին, որովհետև պաշտոնյա չէր մոտենում նրանց, այնուհետև կալանավորվեց քաղաքացի Արսեն Ղուկասյանը, ով հաշմանդամ մարդ է, ձեռնափայտը ուղղել էր ինչ-որ ոստիկանի ուղղությամբ եւ ասել, որ ճիշտ չէ զոհվածի հարազատի նկատմամբ բռնություն կիրառելը։ Ինչու է պայմանավորված զոհվածների հարազատների նկատմամբ նման վերաբերմունքը, սկզբում արհամարանք, հետո բռնություն, սա ինչի նշան է։ Ոչ թե կոնկրետ այդ մարդկանց նկատմամբ են իրենք այս չարությունն ու մազը թափում, այլ առհասարակ տպավորություն են ստեղծում, որ հարգելի հայրենակիցներ, այսուհետ չմտածեք, որ կարելի է գնալ Հայաստանը պաշտպանելու ուղղությամբ։ Ամեն կերպ խուսափեք, որովհետև դա ոչ թե չի խրախուսվում, այլ նաև ձեր հարազատներին կարող են դրա համար դատապարտել։ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելը դառել է մեղք։ Փաշինյանի տրամաբանությունը սրա մեջ է։ Ինքը փորձում է ամեն կերպ այն ինչը որ կարող է լավ բանի հանգեցնել այս երկրում, ինքը դա պղծում է։ Հիմա պայմանական 16-17 տարեկան տղաները որ տեսնեն այս ամեն ինչը, իրենք մտածելու են, արդյոք արժե Հայաստանի Հանրապետության համար կռվել, թե որ կռվենք հանգարց թշնամին գա, մենք դրա համար կարող ենք դատապարտվենք, կամ մեր ծնողները ենթադրենք մենք կյանք տանք, մեր ծնողները արդար պահանջ է, չէ՞, մարդիկ ուզում են իրենց երեխաների մարմինները տեսնեն, ուղարկավորեն։ Նորմալ պահանջ է։ Իրենք փոխանակ այդ ուղղությամբ աշխատանք կատարեն, հակառակը ամեն կերպ փորձում են դա սևացնել, վատացնել ու վատ ձևով ներկայացնել, որ տեսեք դուք սրա համար եք պատժվելու։
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը արդեն պատրաստ է։ Անդրանիկ Քոչարյանը հայտնել էր, որ հանրությունը հնարավորություն կստանա տեղեկանալ նյութերի մի մասին, սակայն Ալեն Սիմոնյանը ուղարկեց այդ նյութերը արխիվ եւ այսուհետեւ ստացվում է, որ այդ նյութերից կարող են տեղեկություններ ստանալ միայն այն պատգամավորները, ովքեր ունեն հատուկ կարգավիճակ։ Ինչու է ստեղծվում այս գաղտնիությունը։ Չէ՞ որ նրանք մարդիկ խոսք էին տվել, որ մենք պիտի տեղեկանանք այդ մասին։ Իհարկե հասկանալի է, որ իրենք իրենց մասին վկայություն չէին տալու, բայց ամեն դեպքում ոչ 44 օրյայի, ոչ էլ քառօրյայի այդ զեկույցները հրապարակված չեն։ Ու հարց է առաջանում, լավ, 19 թվականին էլ պետք էր քառօրյա պատերազմի այդ քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակվեր, ու էլ չհրապարակվեց։ Ինչի չհրապարակվեց։ Որովհետև այն թերությունները, որ գոյություն են ունեցել քառօրյա պատերազմի ժամանակ, նույն թերությունները ավելի կատարելագործված ձևով ունեցել են նաև 44 օրյայի ժամանակ։ Հիմա, երբ որ իրենք սա հրապարակեն, իրենք ունենալու են խնդիր։ Պատասխան չեն կարող տալ, թե ինչի իրենք օրինակ այդ խնդիրները չեն վերացրել, հակառակը ավելի են խորացրել։ Ու դրա համար իրենք ամեն կերպ փորձելու են սրան այս ամեն ինչը ծածկել։ Բայց Անդրանիկ Քոչարյանը նախընտրական փուլում փորձում է իրեն առանձնացնել ԿՊ-ից, քանի որ ինքը ոչ կուսակցական պատգամավոր է քաղաքացիական պայմանագրի, ինքն իր համար պահեստային ճանապարհ է թողնում։ Եվ վերջում հարևանների մասին Գաբալայում տեղի ունեցած թուրքալեզու պետությունների հանդիպման ժամանակ առաջին անգամ արդեն Զանգեզուրյան միջանցք տերմինը գրավոր իր տեղը գտավ, միջազգային փաստաթղթում արդեն, եւ մեր իշխանությունները շարունակում են պնդել, թե ադրբեջանական կողմը իրականում այլ բան նկատի ունի, իրականում ճանապարհ նկատի ունի միջանցք ասելով, շարունակվելու է այս process-ը մեր իշխանությունների կողմից։ Մեր իշխանությունները ինչ ուզում են ասեն։ Եկեք մոռանանք, որ միջանցք է, միջանցք չի։ Այդ տրամաբանությունից դուրս են գալի։ Ինչ է մեջը ֆիքսված։ Անխոչնդոտ ճանապարհ, անխոչնդոտ։ Այսինքն, որ խոչնդոտ չի ունենալու։ Հիմա դրա անունը ինչ ուզում են թող դնեն։ Մենք ոչ թե միջանցքին ենք դեմ, այլ մենք դեմ ենք անխոչնդոտ ճանապարհ տրամադրելուն Ադրբեջանին եւ Թուրքիային։ Դեմ ենք հենց դրան ու ցանկացած պետության խավորության միջնորդությամբ, դա կլինի ԱՄՆ, Ռուսաստանը, Ֆրանսիան, Չինաստանը կամ, չգիտեմ, Մոզամբիկը, մենք դեմ ենք Հայաստանի Հանրապետության տարածքում որևիցե մի երկրի անխոչնդոտ ճանապարհի տրամադրման։ Հենց սրան ենք դեմ։ Ու սա պետք է չեղարկվի ամեն գնով։ Ադրբեջանցիները միգուցե կնան ֆիքսեն անունը դնեն միջանցք, միգուցե չդնեն միջանցք, Փաշինյանի խղճան։ Հետո ասեն, բայց տրամաբանությունը միջանցքային է, դրա համար ենք ասում բառը չի կարևոր։ Այստեղ կարևորը տրամաբանությունն է։ Ամբողջ ազգով նստել քննարկում ենք, դա միջանցք է, միջանցք չի, միջանցք ասեցին, միջանցք չասեցին։ Չէ, ինչ ուզում եմ ասեմ, մենք դեմ ենք անխոչնդոտ ճանապարհի տրամադրմանը։ Դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության զիջում է ու ինքնիշխանության զիջում է Ադրբեջանին։ Մենք հենց այս տրամաբանությունից պետք է դուրս գանք։ Պետք է սա չեղարկենք։ Նոյեմբերի 9-ը էր դա ֆիքսված։ Հիմա այդ Թրամփի խավորությամբ ստորագրված փաստաթղթով էլ է դա ֆիքսված։ Խոսում են նաև հանրայինից են խոսում, որ Չինաստանին կարող են ճանապարհ տրամադրել անխոչնդոտ։ Մենք հենց սրան ենք դեմ, որովհետև մենք իրավունք ունենք մեր տարածքը ինքներս տնօրինել։ Ու մենք կորոշենք, ում ինչ ենք տալիս ենք, թողնում ենք գնան կամ չենք թողնում գնան։ Կոնֆլիկտի տրամաբանությամբ ենք գնում կախրես։ Երրորդ հանրապետության տրամաբանությամբ ինչպես իրենք են ասում, բայց այդ կոնֆլիկտը էլի շեշտն է, որ մենք չենք սկսողը։ Այսինքն մեզնից փորձում են ստանալ ամեն ինչ։ Ու վաղը մյուս օրը երբ որ Երևանն ուզեն, ասեն դե Երևանն էլ պետք է մեզ տակ, ինչ են ասելու, ասում են դե մենք Ադրբեջանից թույլ ենք ու չենք կարող դրա պահենք, ճիշտը տալն է, թե չէ պատերազմ կլինի։ Փուլ առ փուլ տանում են Հայաստանի Հանրապետությունը լուծարման ու մեկնաբանում են դե որ մենք թույլ ենք չենք կարող։ Ու չենք կարող ում դեմ Ադրբեջանի դեմ էսել է խնդալու։ Չի կարելի ասենք առավոտից մենակ ես մի օրակարգ են պահում քաղաքական դաշտում։ Մնացածը այսինքն սոուսներ են, որ տալիս են հասարակությանը, որ հաճելի ստերով զբաղեցնեն։ Թերևս այսքանը։ Ամփոփելով ձեզ բոլորիդ կոչ ենք անում, խնդրում ենք, պահանջում ենք, եկեք միասեք, մասը կազմեք, որպեսզի այս process-ների դադար տրվի ու հակառակ process-ներ սկսեն առաջանալ Հայաստանում։ Դրա համար կարող եք բաժանորդագրվել մեր Facebook-յան էջին, Telegram-յան ալիքին, YouTube-յան էջին, կարող եք բաժանորդագրվել մեր Patreon-ին, աջակցել
թեկուզ ձեր 5-10 դոլարով աջակցությունը կարող է մեզ համար հավելյալ աշխատանքի հնարավորություն ստեղծել, այսինքն մեկ գործ ավել կանենք։ Այս ամեն ինչը որ անում ենք, այդ փոքրիկ հանգանակությունների արդյունքում ենք նաև կարողանում անել մարդկանց էնտուզիազմի ու այդ փոքր նվիրատվությունների արդյունքում։ Շնորհակալություն։